Բարի եկած ենք սիրելի քույրեր եղբայրներ, բոլորս վստահ ուրախությամբ եկած ենք դեր օրհնելու, օրհնվելու, մեծարելու իր սուրբ անունը։ Նաև ուրախ ենք, որ այսօր մեր հետ դերը պիտի պաշտե եւ խոսքով պիտի կիսվի եղբայր Արման Մանուկյանը, Էջմիածինի Էմանուել եկեղեցու հովիվ եւ իր գողագիծը։ Բարի եկած եք, սիրելի եղբայրս եւ քույրս։ Եկեք սիրելիներ, ոտնգայս Դերոնական աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտապետը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Ուզեմ մեր պարապանությունը սկսեմ Սաղմոս 135-րդ, ուր գսե Դավիթ թագավոր Ալելույա, օրհնեցեք Տիրոջը անունը, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ Տիրոջը դանը կգենաք, մեր Աստուծույն դանը սրահներուն մեջ, օրհնեցեք Տերը, վասնզի Տերը բարի է, Սաղմոս ասեք անոն անվանը, վասնզի քաղցր է, վասնզի Տերը իրեն համար ընդրեց Հակոբը ու Իսրայելը իրեն սեփական ժողովուրդ ընելու։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուզեմ ձեր միտքեն կամ բարձրացան ասեք վասնզի Տերը ընդրեց Սվինը, վասնզի Տերը ընդրեց ամեն մեկը, որտեղ Տեր մեզի կանչած է իրեն օրհնելու, իրեն մեծարելու, իր ծրագրի մեջ կա կանչած է մեզի, որպեսզի իր անունը բարձրացնելու։ Չմոռնանք իրեն ըրած բարիքները մեր կյանքերում մեջ։ Ինք մեզ ներեց, բժշկեց, բրգեց հավիտենական կյանքի մահեն եւ մեզի տվավ հավիտենական կյանք։ Եկեք օրհնենք Տերը։ Yes, sir.
Մայր Սահագեն, որպես մոդենա և մեզի 130-րդ Սաղմոսով Ահա որչապ բարի ու որչապ վայելուչ է, որ եղբայրները իրարու հետ միապանությամբ բնագին, այն ազնիվ յուղին պես, որ քնխուն վրայեն մորուքին վրա, Ահարոնին մորուքին վրա վազեց ու մինչև անոր սկեսներուն ձայր իջավ, Սիոնի լերներուն վրա իջած Հերմոնի չաղին պես է, վասնզի դերը հոն հաստատեց օրդությունը ու կյանքը մինչև հավիդյան։ Այո, գրեր եղբայրներ, վստահությամբ եկած ենք Տիրոջ առջև, որան մեզ պիտի օգնե, պիտի նորոգե, մեզ պիտի զորացնե և պիտի վայելենք իր ներկայությունը մեր կյանքին մեջ։ Եկած ենք հավատքով, ասենք դեր, եկած ենք, մինչև մեզ չօգնես, մենք չենք թողնի քեզ, ոչ թե միայն հիմա, այլ մեր բոլոր կյանքի ընթացքին պիտի չթողենք մեր դերը, որովհետև միշտ պատրաստ է ինք մեզի օգնելու։
ազատած է եւ գված է հավերժականքյան բացի դիրոջ։ Իդի խնդրեմ եղբայր ասպելեն մոդենա եւ բոլորիս անունով պարապանական բարձրացնենք եւ շնորհակալություն այդ դիրոջը որ մեզ ընդրած է կանչած է եւ մեզի հավերժականքյան ողջունած է։ Հալելույա։ Այո, մեր Տերը եւ Փրկիչը, բարձրացանք երկենք, բարձրացանք գաղութենք եւ կհրճակենք ով Տեր։ Հալելույա։ Քեզի որպես Աստված, որպես Հայր, որպես Փրկիչ մեր կյանքերում Տեր։ Փառք քեզի Հայր, որ եկար մեզի պես անաժաններում Փրկիչ դառնալու համար Տեր։ Փառք Տեր, որ եկար փրկեցիր մեզի քու անմեղ արյունով ով Տեր եւ մեր անունները կյանքի քրկի մեջ դրեցիր։ Ինչպես փառք տանք, ինչպես չմեծարենք, ինչպես չերքենք, ինչպես չաղոթենք, ինչպես ամեն փառք չբարձրացնենք քեզի Տեր, երբ որ դու այդ ծրի բարգևը, ծրի օրհնությունը եւ շնորհքը մեզի տված ես Հայր։ Միայն քեզի մոտենալով եւ մեր լեզուներով ընդունելով որ դու ես մեր Փրկիչը, հավատալով եւ խոսելով եւ ընդունելով Տեր, մենք կրցանք հավիտենականությունը շարանքել Տեր։ Փառք տանք քեզի Հայր, որ այդքան թյուրիներ այդ մեկ մեզի ով Տեր։ Մեզի մեղքերեն վերցուցիր ով Տեր։ Քու խաչովը, քու թափած արյունովը ով Տեր։ Մեր մեղքերը, մեր մարմնի, մեր հոգու, մեր մտքի աղտերը հանեցիր ով Տեր եւ մեզի դարձուցիր քեզի արժանի զավակներ ով Հայր, որովհետեւ իրանք արժանի մտնելու քու թակավորությունը, մտնելու քու հարսանիքը ով Տեր։ Փառք ու դամ քեզի Հայր, որ մեզի օրհնած ես։ Փառք ու դամ քեզի Հայր, որ մեզի ընդրած ես նախքան մեր ծնիլը ով Տեր։ Մեր մորը որովայնի մեջ ով Տեր, դու արդեն մեզի ընդրած եւ կանչած ես Տեր։ Եվ քու թաշտիտ մեջ Զարայողներ եւ քու թաշտիտ մեջ ապրողներ ով Տեր, ընդրած եւ թարսուցած ես մեզի Հայր։ Փառք ու դամ քեզի Տեր, հազար անգամ փառք ու դամ ով Տեր, փրկությանը թանալ մենք եւս Տեր։ Մենք արժանի չենք ադորով Տեր, մենք մեղքերու մեջ ընկղմած մարդիկ ենք Տեր։ Մենք սխալներու մեջ ապրող անդամներ ենք Տեր, այս դու մեզի քո մարմնի անդամները դարձուցիր Տեր։ Փառք ու դանգով Տեր, որ քու եկեղեցու մարմինի մեջ ով Տեր, դարձանք անդամներ, մաքուր, դարձանք բիդանի անդամներ ով Տեր քո մարմինի մեջ։ Փառք, հազար փառք քո անվանդ ով Տեր։ Եկուր Տեր մեր հոգիները, մեր սրտերը, մեր մտքերը, միևս նորոգի այսօր Տեր, մեզի լվա, մեր հոգիները սրբե, մեր մտքերը սրբե ով Տեր, որովհետեւ միշտ ըլլան քեզի արժանի զավակներ ով Տեր, մինչև վերջին օր ով Տեր մեր կյանքին, ըլլան քեզի արժանի, որովհետև դու ես ով Տեր, ով որ մինչև վերջ համբեր է, այդ կհասնի ով Տեր։ Ուզենք մինչև վերջ համբերենք այս աշխարհին, մինչև վերջ համբերենք ով Տեր, եւ երբ մեր աչքերը մենք միևս բանանք քու թակավորությանդ մեջ ով Տեր, եւ դու մեզի ես ապրիս, բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո հորը, քո աստծուն թակավորությունը եւ արդարությունը ով Տեր։ Փառք ու դամ քեզի Հայր, քո բոլոր դված բարիքներուդ եւ օրհնություններուդ։ Բրգութենից վերջ փառք ու դամ քեզի, որ մեր մարմիններն ալ, մեր առողջություններն ալ գողոքաս Տեր։ Կխնդրենք ով Հայր, միշտ մեզի հետ լաս, ինչպես քու խոստումը Տեր, դու ես իրով Տեր, մինչև աշխարհի վերջի ես ցեզի հետ եմ։ Ադորամար հազար փառք ու դամ քեզի ով Տեր, եւ կհավատանք եւ այո եւ ամեն գսենք քո այդ խոստումիդ ով Տեր, որովհետեւ դու խոստումներդ կատարող Աստված ես։ Հիսուսի անունով խնդրեմ այս ամենը Հայր։ Ամեն։ Թեև թզենի ընծյուր չդա, որտագուտներում վրաբրուկ չդա, Սիտենին պերկը սգը, արդերը գերագուր չդան, պարախեն ոչղարը բացի, կոմերում է չարչար չլա, սագայն ես տերոչմոր պիտի ծնձամ, իմ պրգությանս աստուծովը պիտի ուրախանամ, դեր Եհովան իմ զողությունս է, որ իմ ոտքերս եղնիկի ոտքերում բես պիտի ընե, և զիս իմ պարծր դեղերուս վրա պիտի բդեցնե, ամեն։ Սիրեներ, ինչպես գիտենք Աստծո խոսքի մեջ ոչ մեկ դեղ չկա, որ դերը գսե նեղություններ պիտի չունենաք, դժվարություններ պիտի չունենաք, բայց գսե դերը ես ձեզի հետ պիտի լամ մինչև աշխարհի վերջը, ձեզի առանցին պիտի չի թողնի, որովհետև ինչ որ բադահի մեզի առանցին, որովհետև դերը ինչպես եղբայրս ինք մեզի արած սիրեց, ինք մեզի չծնած սիրեց,
Եվ ամը չի գա, որ ինք մեզի բաժանի անսերեն։ Ինչպես կտեսնենք Հռոմեացի գրքի մեջ, ուրեմն ով պիտի զադե մեր Քրիստոսի սերեն, եւ կշարունակե գսե ոչ նեղություն, ոչ սուր, ոչ մի բան, եւ վերջը գսե ոչ բարձություն, ոչ խորհրդություն եւ ոչ ուրիշ արարած գրնա մեզ Աստծո սիրո բացեցնել, որ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջն է։ Ամեն։ Մեր Տերը եւ որ սիրե մեր սիրո չի նմանիր։ Մինչև վերջ կսիրե իր զավակին եւ չի թողիր։ Եկեք սիրելի եղբայրներ, մենք անպակումայի աղոթքին միանանք եւ ասենք Դերն է մեր զորությունը, Դերը մեզի գոգնե, Դերը մեզի կպարսացնե, Դերը մեզի առաջ կդանի։ մեզի համար զրակիր ունի։ Եզորացն է, որովհետև մենք իրեն փառքը պատմենք ոչ թե միայն մեր զորությունն է մեր Տերը,
մեր Տերը մեր հույսն է։ Եկեք շարունակենք եւ ասենք Տեր, դու միակ մեր հույսն ես։ Մեր աչքերը ուզենք միայն քեզ ուղղել։ Մեր ականջները միայն քեզի բանանք, որովհետեւ Տեր քո խոսքը կյանքի աղբյուր է եւ մեր ոտքերում եւ քայլերում լույս։ միակ հույսն ես մեր, մեզի գուդաս հույս, մեզի գուդաս կյանք, ու խոսքովը Տեր գուդաս մեզի կյանք, այո Տեր, ու կանք վարջևըտ գսենք այո Տեր բադրաստե մեր հոգիները, մեր միտքերը, մեր սրդերը, ու խոսքիտ Տեր, որ մեզի բիդի պատկամի մեր եղբայրը, այո Տեր, կանչած ես ծարատ, որպես մեզի խոսի մեր պետքերը, մեր հոգիներու պետքերը Տեր Հիսուս, կաղոտեմ Տեր իմ եղբորս համար, որ խոսքը պիտ փոխանցե մեզի, զորացնես Տեր, նոր յուղովոց ես, ինչ որ Տեր իրեն սրդին վրա տրած ես, խոսի մեզի Տեր և մենք մեր սրդերու մեջ ընդունինք և կատարինք ու պարկին համար, Հիսուսի համար։
Ամեն։ Ողջունում եմ ձեզ սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ձայնս նորմալ է։ Բարձր։ Ահա։ Մոտ կանգնեմ, մի քիչ բարձր խոսեմ։ Դա։ Իրենք խոնարհ ենք մեր գլուխները, ես իմացնում եմ, որ աղոթքի կարիք ունեն շատ։ Հիսուս, շնորհակալ եմ քեզնից այս հրաշալի խոզավակների համար, որ մեկտեղ ես հավաքել և ինձ էլ պատիվ ես արել իրենց ծառայելու խոսքի բաժնում։ Խնդրում եմ քո հոգով խոսես մեր սրտերին։ Քո հոգին է, որ գիրը կենդանացնում է քեզ։ Եվ ուզում ենք այս խոսքը կենդանանա մեր կյանքից։ Եվ ուզում ենք, որ այս ծառայության մեջ դու փառավորվես, քո անունը փառավորվի և քո ժողովրդին դու բարիք անես Տեր։ Խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սիրելիներ, իմ անունը Արման Մանուկյան է։ Ես, ինչպես Վինի եղբայրը ասեց, Էջմիածնի Էմանուել եկեղեցու հովիվն եմ, ձեռնադրվել եմ 2010 թվականին և Էջմիածնում մոտեցնեմ, բարձրացնեմ, այսպես լավ է, շատ լավ։ Մոտ չի թողում ավելի մոտ 2011 թվականից Էջմիածնում սկսել ենք Էմանուել անունը կրող ավետարանական եկեղեցին և փոքրիկ մի քանի ընտանիքով միասին սկսեցինք 3 ընտանիք ավելի ճիշտ 3-4 ընտանիք ենք և հիմա պակասում աղագին ժողովուրդ կա, ամեն կիրակի Տիրոջն ենք պաշտում։ Այստեղ եմ կնոջս հետ իր անունը Արմենուհի է, մենք տանիրեն Արմինե ենք ասում։ 4 զավակ ունեմ, 3 որդի, 1 դուստր, 23 տարեկան մեծ որդիս, 22 23-21, այսպես ասեմ, որտեղ տարին փոխվում է, մենք չգիտենք երեխաները ոնց են աշխում, 2001 թվական 24 արդեն, կլինի աշնանը տղաս, 24-22 աղջիկս, հետո 21 մյուս տղաս և 13 տարեկան ևս մեկ որդի։ Բոլորիս երեխաներին պահի Տեր օրհնի ձեզ։ Արկասություն։ Եկեք անցնեմ խոսքի բաժնին։ Ես պատգամները վերնագրում եմ, այդպես ինձ ասեցիք զգա ինչպես տանը։ Ես ասեմ, որ մեծ բավականություն եմ ստացել, ոմանք ձեր եկեղեցուց հրաշալի մարդիկ մասնակցեցին պատմություն կերտողների համագումարին և մենք, ասես, առաջին րոպեից հարազատ մեկ ընտանիքի և այդպես պիտի լինի Տիրոջով փրկված յուրաքանչյուրի հետ։ Մեկ ընտանիքի անդամ և ոչ մի խորհրդություն և հարազատություն և կարոտում ենք ձեզ և մյուսներն էլ ում չեմ ճանաչում այս փառաբանության մեջ ես ինձ զգում եմ, որ իմ հոր տան է և իմ հոր տանը իմ քույրերն ու եղբայրներն են և փառք Աստծուն դրա համար ես իմ ժամը դնեմ, որ շատ չխոսամ Ես հիմա մեր եկեղեցում էլ եմ դնում, որոշել եմ կարճ խոսեմ։ Մեր մոտ կարճը մի քիչ ուրիշ է, հիմա փորձեմ տեղավորվել հատկացված ժամանակով։ Պատգամի վերնագիրն է մեր սիրո անկեղծությունը։ Ես ուզում եմ մի փոքր կիսվել ձեզ հետ, թե ինչպես եմ ես պատգամները պատրաստում և իմ համար ամենադժվար մասը նա է, որ իմանամ
թե ինչ պիտի խոսեմ։ Եվ ես երկար ժամանակ աղոթում էի, գիտեի, որ այսօր այստեղ պատգամ եմ փոխանցելու եւ իմ աղոթքն էր, Տեր, ինչ պիտի խոսեմ։ Եվ շատ հետաքրքիր էր, որ սրտիս մեջ դրվեց ընթերցեմ 2 Կորինթացիս թուղթը։ Եվ սովորաբար Տեր ինձ թեմաները տալիս է, այս անգամ թեման չտվեց, եւ սրտիս մեջ դրվեց, որ ես այդտեղ պիտի փնտրեմ թեման, եւ ընթերցելով հասա մինչև 8-րդ գլուխը։ Հիմա կարդանք 2 Կորինթացիս թուղթ 8-րդ գլուխ եւ 8-րդ խոսքի մեջ երբ որ հասա այս տողերին, հասկացա, որ սա պատգամի վերնագիրն է։ Արմիտայերեն կարդամ։ Ոչ թե հրամայելով մեկը զրուցեմ, հապա ուրիշներուն ջանքին պատճառավ եւ որպեսզի փորձեմ ձեր սիրուն հարազատությունը։ Եվ արևելահայերեն թարգմանության մեջ գրված է փորձեմ ձեր սիրո անկեղծությունը։ Ես գիտեմ բարերական նույն իմաստ ունեն, երևի հենց այս իմաստն է, սիրո հարազատությունը կամ սիրո անկեղծությունը նույն իմաստն է կրում։ Դրա համար ես իմ պատգամը այսօրվա վերնագրել եմ մեր սիրո անկեղծությունը։ Եկեք այսօր բոլորս միասին փորձենք մեր սիրո հարազատությունը կամ մեր սիրո անկեղծությունը։ Եվ բնականաբար նախ Աստվածաշնչում այստեղից էլ խոսվեց նախ Աստված մեզ սիրեց։ Աստված մեզ սիրեց եւ մենք տեսնում ենք, որ Եփեսացիս 2-րդ գլխում Հովհաննես առաքյալի առաջին թղթի 4-րդ գլխում Աստծո խոսքը մեզ փոխանցում է, որ նա մեզ սիրեց այն ժամանակ, երբ մենք մեր մեղքերի մեջ մեռած ենք։ Եղբայրս էլ աղոթում էր այս մասին, մենք իրեն չէինք սիրում։ Գուցե շուրթերով սիրում էինք, բայց մեր ապրած կյանքը ցույց էր տալիս, որ մենք իրեն չենք սիրում։ Տեր Հիսուսը սովորեցնում էր եւ ասում էր, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, Հովհաննես 14-րդ գլխում 4 անգամ, շատ հետաքրքիր է, որ ինչպես փոքրիկ երեխաներին ինչ-որ բան ես ուզում ասես, անընդհատ կրկնում ես, որ նա հասկանա, տպավորվի իր մեջ, 4 անգամ կրկնում է նույն միտքը, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, իսկ 4-րդ անգամ ասում է, եթե իմ պատվիրանները չեք սիրում, նշանակում է ինձ, եթե իմ պատվիրանները չեք պահում, նշանակում է ինձ չեք սիրում։ Եվ ահա առաջ նա մեզ սիրեց եւ իր կյանքը զոհեց, որպեսզի մեզ փրկի։ Երբ մենք դեռ իրեն չէինք սիրում, ինքը մեզ սիրեց որպես իրական հայր։ Գիտեք, հայրը չի դադարում իր զավակին սիրել անգամ այն ժամանակ, հիշում եք անառակ որդու պատմությունը, երբ զավակը իրեն իր գործերով ցույց է տալիս, որ իրեն չի սիրում, ավելի շատ փողն է սիրում, ավելի շատ հաճույքները, ավելի շատ մեղքի կյանքը, անգամ այդ ժամանակ Աստված սիրում է մեզ եւ մեզ փրկեց եւ իր սերը ցույց տվեց մեր հանդեպ։ Եվ Տեր Հիսուսին երբ մոտեցան ու հարցրեցին, ո՞րն է ամենակարևոր պատվիրանը, ո՞րն է ամենամեծ պատվիրանը, Մարկոսի ավետարան 12-րդ գլխում գրված է. այո, սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով, եկեք ընթերցենք այս հատվածը 12 Մարկոսի ավետարան 12-րդ գլուխ 29-ից 31 խոսքերը Գիտեք, երբեմն ինձ քննադատում են, որ ես թուղթ Աստվածաշունչ չեմ օգտագործում, այլ էլեկտրոնային եմ օգտագործում, բայց ես երկու թարգմանություն եմ իրար հետ նայում եւ իմ Աստվածաշունչը այստեղ բաժանված է երկու մասի։ Եվ ես միշտ երկու թարգմանությունով եմ օգտվում եւ սա շատ հատկապես Աստծո խոսքի ուսուցիչների համար շատ կարևոր է, երբեմն բնագիրն է հունարեն տողատակի թարգմանություն է կոչվում, երբեմն բնագիրն է երկրորդը, երբեմն նոր Արարատ, հին Արարատ, իսկ այսօր Ռալասի թարգմանությունն է, արևմտահայերեն եւ այդպես է, Դալասա կոչվում, թե չեմ սխալվում, այո, Դալաս 1981-ի թարգմանությունն է։
Եվ Հիսուս պատասխանեց անոր. բոլոր պատվիրանքներուն առաջինը այս է. լսեու Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Եվ քու Տեր Աստվածդ սիրես քո բոլոր սրտեդ, եւ քու բոլոր անձեդ, եւ քու բոլոր մտքեդ, եւ քու բոլոր զորությունեդ, ասիկա է առաջին պատվիրանքը, եւ երկրորդ ասոր նման քու ընկերդ սիրես քո անձիդ պես, անոնցմեն մեծ ուրիշ պատվիրանք չկա։ Ինչու կարդացի այս հատվածը, որպեսզի հասկանանք Աստված սիրեց մեզ, Աստված փրկեց մեզ, Աստված իր ամենաթանկը զոհեց մեզ փրկելու համար, բայց մեզնից ակնկալում է փոխադարձ սեր։ Աստված մեզնից սեր է ակնկալում։ Եվ այդ պատճառով եկեք այսօր քննենք մեր սիրո անկեղծությունը, ինչպես Պողոս առաքյալը ասեց երկրորդ Կորինթացիս 8:8 խոսքը։ Եվ ինչն է խոսում մեր սիրո մասին, ինչպես մենք կարող ենք քննել, եթե հարցնենք իրար, սիրում ենք, անկեղծ ենք, գուցե բոլորս էլ պատասխանենք այո։ Եվ ամեն մեկս մեր մեջ ունի իր պատկերացումը, որն է անկեղծ սերը։ Բայց եկեք թույլ տանք, որ Աստծո խոսքը մեզ քննի։ Պողոս առաքյալը Աստծո խոսքը համեմատում է հայելու հետ։ Հիշում եք այդ հատվածը, մենք տեսնում ենք մեզ հայելու մեջ։ Ինչու ենք մենք հայելուն նայում, որպեսզի քույրեր, ինչու եք հայելուն նայում, որպեսզի տեսնենք ինչը պիտի ուղղենք եղբայրներ, մենք էլ ենք հայելուն նայում, սանրվում ենք հայելու առաջ, որպեսզի տեսնենք մեր թերությունները և շտկենք մեր թերությունները։ Եվ այսօր թույլ տանք Աստծո խոսքի հայելին օգնի մեզ, որպեսզի մենք քննենք մեր սիրո անկեղծությունը։ Առաջինը, որ ուզում եմ խոսել, ես սովորաբար պատկան բաժանում եմ 3 մասի, 3 կետ, եւ առաջինը, որ ուզում եմ խոսել, այն է, որ մեր, որքան էլ տարօրինակ լինի սա, որքան էլ թվա թե այդքան էլ հոգևոր թեմա չի սա, Տեր Հիսուսը խոսում էր սրա մասին եւ ես էլ ուզում սրա մասին խոսել։ Մեր ֆինանսները խոսում են մեր սիրո անկեղծության մասին։ Եվ Տերը, երբ որ խոսում էր այս մասին, ասում էր, սա ամենաքիչն է։ Քչի մեջ հավատարիմ, անիրավ մամոնայի մեջ հավատարիմ։ Գիտեք, օրինակ երկրի ֆինանսական ծախսերը խոսում են երկրի առաջնահերթությունների մասին։ Եկեղեցու ֆինանսական ծախսերը խոսում են եկեղեցու առաջնահերթությունների մասին, ինչը որ կարևոր է մեզ համար, այնտեղ ենք մենք ներդնում մեր ֆինանսները։ Օրինակ, եթե երկրի համար կարևոր է պաշտպանությունը, ֆինանսները, հիմա գիտեք, Եվրոպայում, Արևմուտքում բոլորը այսպես բարձրացնում են իրենց ֆինանսական ծախսերը։ Մեծ թվեր են կազմում այնտեղ, որովհետև կարևորում են դա։ Նույնը եկեղեցին, նույն ընտանիքը։ Եկեք ասենք, ինչը մենք սիրում ենք, նրա կողմեր ուղղում ենք մեր ֆինանսները։ Եթե մի ընտանիք սիրում է ճամփորդել, ամբողջ տարին աշխատում են, կուտակում են, որպեսզի ճամփորդեն։ Այդ մյուս ընտանիքը սիրում է տունը վերանորոգել եւ կուտակում են, որպեսզի դա անեն։ Մեր ֆինանսները խոսում են մեր առաջնահերթությունների մասին։ Եվ քո անձնական ֆինանսները խոսում են քո առաջնահերթությունների մասին։ Ինչն է առաջնահերթ քեզ համար։ Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 3-9 խոսքեր։ Անալ պատասխան տվավ ու ասավ անոնց, հապա դուք ինչու Աստծու պատվիրանքը զանց կնեք ձեր ավանդության պատճառով։ Քանզի Աստված պատվիրեց ասելով, քու հայրդ ու քու մայրդ պատվե, եւ ով որ իր հայրը կամ մայրը անի ձեր մահուկներն է։ Բայց դուք կսեք, ով որ իր հորը կամ մորը ասե, թե այն բանը, որ ինձ մեր պիտի շահիս Աստուծո տալու ընծա է եւ իր հայրը կամ մայրը չպատվե, ազատ է եւ այսպես ձեր ավանդության պատճառով Աստծու պատվիրանքը խափանած է։ Կեղծավորներ, աղեք մարգարեություն հրավ ձեր վրա Եսայի ու ասավ. այս ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպատվեր, բայց իրենց սիրտը հեռացած զատված է ինձ մե։ Ու պարապ տեղը զիս կպաշտեն,
մարդոց պատվիրած բաները իբրև վարդապետություն սովորեցնելով։ Ինչու համար այս հատվածը կարդացի, որովհետև օրինակ սեր ծնողի նկատմամբ Տեր Հիսուսը սովորեցնում էր սեր նշանակում է պատվել։ Մենք պատվելը այլ կերպ ենք հասկանում, ես չգիտեմ արևմտահայերեն պատվելը ինչ է, բայց բնագրում Աստվածաշնչում պատվելը ֆինանսապես, Տեր Հիսուսը ասում էր, ֆինանսապես օգնելն է ծնողին, երբ որ ծնողը կարիքի մեջ է։ Եթե իմ ծնողը կարիքի մեջ է, ես ասում եմ շատ սիրում եմ, բայց ինձ համար ավելի կարևոր է նոր հեռախոսը։ Ես կարող եմ ասել, սիրում եմ իմ ծնողին։ Ասել կարող եմ, բայց Աստված կասի, շուրթերով ես սիրում։ Եվ նույնը Աստված ակնկալում է իր հանդեպ։ Եթե մեզ համար կարևոր է եկեղեցին, եթե մեզ համար կարևոր է եկեղեցու գործը, եւ մենք ֆինանսապես չենք ներդրվում եկեղեցու համար, եթե դա մեր կյանքում առաջնահերթություն չէ, մենք ինչպես պատվում ենք մեր ծնողին, այնպես Աստվածաշնչում խոսքեր կա գրված, քո ստացվածքից պատվիր քո Տեր Աստծուն։ Արդյոք մենք մեր ստացվածքից պատվում ենք մեր Տեր Աստծուն։ Եվ արդյոք պատվում ենք այնպես, ինչպես Աստված է ակնկալում մեզնից, որովհետև ինքը ասում է ունեցածի չափով եւ ոչ թե չունեցածի, հոժարական եւ ոչ թե ստիպողաբար։ Եվ քանակի մասին չէ խոսքը, աղքատ կնոջ 2 լուման ավելի շատ էր, որովհետև իր ունեցածի համեմատ սա ամենաշատն էր։ Եվ ասեց ձեր Տերը ասեց բոլորից շատ այս կինը զոհաբերեց։ Արդյոք մենք պատվում ենք Տիրոջը։ Եվ քչի մեջ հավատարիմ։ Ղուկասի ավետարան 16-րդ գլխում Տերը սովորեցնում էր քչի մեջ հավատարիմ եղեք։ Ձեր առաջնահերթությունը։ Հիմա մենք քննում ենք մեր սիրո անկեղծությունը։ Գումարի չափը չի կարևոր։ Քո առաջնահերթությունների մեջ կա եկեղեցի, կա Աստծո գործը, թե չկա, սա է կարևոր։ Պողոս առաքյալը ասում է եկեք փորձենք։ Եկեք փորձենք մեր սիրո անկեղծությունը, եկեք քննենք մեր սիրո հարազատությունը։ Ունենք այդ հարազատությունը մեր Աստծու նկատմամբ։ Մենք սիրում ենք մեր երեխաներին, եւ մեր երեխաները առաջնահերթություն են մեզ համար։ Մենք սիրում ենք մեր երկիրը։ Եթե սիրում ես երկիրը, ես մտածում եմ, երբ որ մենք հարկերը մուծում ենք, մենք սիրում ենք մեր երկիրը։ Երբ մենք հարկերը թաքցնում ենք, մենք չենք սիրում մեր երկիրը։ Առավել ևս երբ որ Աստվածաշնչում գրված է ում հարկը, ում մաքսը, ում երկյուղը, ում պատիվը տվեք։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք սիրում ենք մեր եկեղեցին։ Մենք սիրում ենք Աստծուն։ Գիտեք գրված է աղքատին ողորմողը, եկեղեցուն զոհաբերության մասին չեմ խոսում, աղքատին ողորմողը պարտք է տալիս Աստծուն։ Աղքատին ողորմողը Աստծուն բարիք է անում։ Արդյոք մենք այսպես ենք ապրում։ Արդյոք մեր բյուջեի մեջ կա Աստծու համար գումար հատկացնելու առաջնահերթությունը։ Եվ մենք ինքներս եկեք մեզ քննենք այսօր։ Երկրորդը սիրելն էր, որ կարող ենք մեր սերը քննել, դա մեր ժամանակի ծախսն է։ Որքան ժամանակ ենք հատկացնում Աստծու համար։ Եվ ոչ միայն Աստծու համար, այլ Աստծու հետ։ Սրանք տարբեր բաներ են։ Աստծու համար դու կարող ես ամբողջ օրը, հատկապես եկեղեցու ծառայողները, ամբողջ օրը ներգրավված լինես ծառայության մեջ, վազես այստեղ, վազես այնտեղ, քո ծառայության գործերը անես, բայց Աստծու հետ ժամանակ չանցկացնես։ Հակոբոս առաքյալը, Հակոբոս 4 գլուխ 8-րդ խոսքում կարդում ենք Աստուծո մոտեցեք եւ անիկա ձեզի պիտի մոտենա։ Ինչպես մոտենանք Աստծուն։ Գիտեք, երբ մեր կյանքում նեղություններ են ու դժվարություններ,
Ես հիշում եմ, երբ մեր երրորդ երեխան ծնվեց, մենք 3 տարում 3 երեխա ունեցանք, այդպես 2001, 2003, 2004 թվականներ եւ 3 տարում 3 երեխա եւ երրորդը որ ծնվեց ինքը չէր շնչում եւ 7 օր արհեստական շնչառության սարք էր միացրած եւ մեզ ասել էին 7-րդ օրը անջատելու ենք 7 օր պահում ենք 7-րդ օրը այդպես է կարգը 7-րդ օրը անջատելու ենք եթե ապրեց եթե չապրեց Ես հիշում եմ ես ինչպես էի աղոթում այդ 7 օրերը իմ աղոթք սովորելու օրերն են եղել ես կարծում ցանկացած մարդ նեղության ժամանակ աղոթում Աստծուն եւ այսպես պատկերավոր ասած Աստծո փեշերից կախված աղաչում էի ու խնդրում եւ փառք Աստծուն Աստված ողորմեց լսեց աղոթքը եւ հիմա այդ տղան 2 ամիս առաջ բանակից վերադարձավ զինվորական ծառայությունից եւ հիմա մեզ հետ է բայց ուզում եմ խոսել մի բանի մասին գիտեք երբ փոքրիկ է երեխան ինքը անընդհատ լացում է որ լացում է ծնողը գալիս է իր մոտ այդպես էլ մենք երբ որ միայն խնդրում ենք երբ որ կարիքի մեջ ենք խնդրում ենք Աստված լսում է մեզ եւ գալիս է եւ մեզ ես հիշում եմ անգամ այն ժամանակ երբ որ ես հավատքի մեջ չէի If we had Jay ճանաչում, եւ նեղության մեջ աղաղակում էի, ինքը ինձ օգնում էր։ Ինչպես անսահման է Տիրոջ սերը, անգամ իրեն չճանաչողների հանդեպ, անգամ իրեն հակառակ գնացողների հանդեպ։ Ինքը լսում էր, բայց երբ երեխան մեծանում է, ծնողը ուրիշ հարաբերություն է ուզում։ Պատկերացրեք, երեխան մեծանում է, բայց ելի ծնողին հիշում է, երբ կարիքի մեջ է, պետքի մեջ։ Դա ճիշտ հարաբերություն չի եւ երբ որ մենք աճում ենք Տիրոջ մեջ միայն նեղության ժամանակ չի որ մենք պիտի Տիրոջը կանչենք Աստված հասուն հարաբերություն է մենք անգլերենում ասում են որակյալ ժամանակ այդպես են ասում որակյալ ժամանակ այսինքն դու կարող ես մարդու կողքը նստել երկուսով հեռախոսների մեջ լինեք, ասեք իրար հետ 2 ժամ նստած ենք։ Սա որակյալ ժամանակ չի, որակյալ ժամանակը որ քո ուշադրությունը իր վրա, իր ուշադրությունը քո վրա։ Եվ Աստված ուզում է մեզ հետ որակյալ ժամանակ, որ դու իր ներկայության մեջ մտքերով չգնաս քո գործերի մեջ, գնացել ես ներքին սենյակ, դուռը փակել ես, մտել ես ու քո մենիկ պահն է եւ քո աղոթքի մեջ մտքերով քո գործերն ես կարգավորում, հետո հիշում ես չէ դու աղոթքի համար ես եկել, հետո էլի միտքդ փախնում է մենք պիտի վարժեցնենք մեր անձերը Աստվածապաշտության։ Ամեն։ Եվ պիտի ժամանակ մեր ես գիտեմ մեր կյանքը արագացել է շատ արագացել։ Բայց ինչպես որ մարդը իր տրտմության մեջ ամենամեծ երկրպագությունը քո տրտմության մեջ է որ դու կարաս Աստծուն երբ որ դու այսպես ցնծալու, ուրախանալու ոչինչ չկա եւ դու գնում ես Տիրոջ առաջ իրեն երկրպագելու ոչ թե որ քո կյանքում ամեն ինչ լավ է կամ վատ ոչ որովհետեւ ինքը քո Տերն է քո Աստված եւ անկախ նրանից դու լավ թե վատ ժամանակ ունենալով ես անցնում ինքը արժանի է երկրպագության այդպես է եթե մենք ժամանակ չունենք տարտայությունը կա չէ ժամանակ չունենք գիտեք որ մենք միշտ ժամանակ ունենք մենք ժամանակ չունենք այսպես ասեմ, ավելի դրական ասեմ, մենք միշտ ժամանակ ունենք կարևոր բաների համար։ Բայց արդյոք Աստծո հետ ժամանակ անցկացնելը մեզ համար կարևոր է թե ոչ։ Եկեք քննենք, եկեք փորձենք մեր սիրո անկեղծությունը։ Եվ սա չեմ ասում, որ մենք իրար քննենք, ամեն մեկս մեզ քննենք։ Ես չգիտեմ ինչու է Տերը այս պատգամը դրել իմ սրտի մեջ, բայց հավատում եմ, որ սա օրհնություն է լինելու, սա քաջալերանք է լինելու, սա ես ուզում եմ, որ այստեղ ընկալվի որպես այս պատգամը լսողներ, որպես Աստծու կամ սիրող հոր հրավերը նորոգելու հարաբերություն։ Մենք ժամանակ առ ժամանակ կարիք ունենք նորոգելու մեր հարաբերությունը։ Երբեմն թնդրում ենք, երբեմն սխալվում ենք, երբեմն կյանքի հոգսերը մեզ մի փոքր հեռացնում են Աստծուց եւ կարիք կա, որ մենք հետ վերադառնանք։ Եվ բացարձակապես կապ չունի քանի տարվա հավատացյալ ես դու։
ամենաերիտասարդներից ամենատարեցները մենք միշտ կարիք ունենք նորոգելու մեր հարաբերությունը մեր Եկեք Սաղմոս 63-ից մի հատված կարդանք եւ անցնեմ 3-րդ եւ վերջին բաժնին 63-րդ Սաղմոս առաջին 8 խոսքերը Դավթի Սաղմոս երբ նա Հուդայի անապատում էր Ով Աստված դու ես իմ Աստվածս ես առավոտանց քեզ կփնտրեմ հոգիս կծարավի քեզի ու մարմինս քեզի կփափագի Չոր ու ծարավ տեղը, որ ջուր չկա, քո զորությունդ և փառքը տեսնելու համար, ինչպես քեզ տեսած եմ սրբարանի մեջ, որովհետև քո ողորմությունը կյանքեն աղեկ է։ Իմ շրթունքներս քեզ պիտի գովեն, այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքիս մեջ, քո անունովը ձեռքերս վեր պիտի վերցնեմ։ Իբր թե ճարպով ու պարարտությունով պիտի կշտանա իմ անձս ու ցնծության շրթունքներով պիտի գովե քեզ իմ բերանս, երբ անգողինիս վրա քեզ կհիշեմ, գիշերվան պահերուն մեջ քու վրայովդ կմտածեմ, վասնզի ինձի օգնական եղար ու քու թևերուդ հովանավորությանը տակ պիտի ցնծամ, իմ անձս քեզի հետևելով կհարի, քու աջ ձեռքդ զիս կպահե, իմ անձս Մեկ ուրիշ Սաղմոսում ասում է ինչպես երջերուն է ճոպարուջերի այնպես իմ անձը ծարավ է քեզ Արդյոք գիշերը անկողնու մեջ պարկած քո մասին եմ մտածում Արդյոք մեր ժամանակի մեջ մենք տեղ ունենք Արդյոք փափագ ունենք իր ներկայությանը Գիտեք եթե մեկը սիրում է մյուսին միշտ փափագ կա իր հետ լինելու Պատկերացրեք երեխան ասում ես քեզ շատ եմ սիրում բայց քեզ չել զանգում որ քո հետ խոսա SMS-ներով քո հետ շփվում Այսինքն եթե անգամ հեռու է ապրում կարելի է տեսնել իրար Այդպես մենք Աստծո հետ չպիտի վարվենք Ես քո խոսքը կարդում եմ բավական է ոչ իր ներկայության մեջ ժամանակ անցկացնում ես, իր մասին մտածում ես, քո ժամանակիդ մեջ իր համար տեղ ունես, մենք ժամանակ միշտ ունենք, կարևոր գործերի համար։ Եվ վերջինը, սիրելիներ, ուրեմն առաջինը դա ֆինանսներն էր, ինչպես ենք ծախսում մեր ֆինանսները, խոսում եմ մեր սիրո անկեղծության մասին, եթե իր համար, իր գործի համար տեղ կա, Եթե մեր ժամանակը իր համար հատկացում ունենք մեր ժամանակի մեջ և երրորդը որտեղ ես գործածում քո տաղանդներն ու քո շնորհները Մի քանի օր առաջ հյուրեր ունենք Հովիվ իր տիկնոջը Ռուսաստանից հայ Հովիվ և միասին զբոսնում ենք մեր հյուսիսային պողոտան բոլորդ գիտեք և այնտեղ երաժիշտներ կան և այս երաժիշտները շատ գեղեցիկ, գիտեք, փողոցի երաժիշտները երբեմն շատ տաղանդավոր են լինում։ Ես երբեմն հիանում եմ, ինչպեսի տաղանդ ունեն, միշտ մտածում եմ, ինչու այս մարդիկ եկեղեցում չեն։ Այսքան տաղանդ, երանի, ձայնը, նվագելը, գործիքին տիրապետելը, երանի մենք Աստծուց տրված, Աստծուց մեզ տրված իր շնորհները գործածենք իր փառքի համար, իր գործի համար, պարտադիր չի եկեղեցու ներսում, նաև եկեղեցու սահմաններից դուրս մենք կարող ենք ծառայել, որտեղ բոլոր ծառայությունների մեծ մասը եկեղեցուց դուրս է, Աստված օրհնի նրանց, ովքեր եկեղեցու ներսում են ծառայում, բայց մեր կանչվածությունը լույս լինելն է, աղ և լույս Եվ գրված է Տեր Հիսուսն էր ասում ձեր լույսը այնպես լույսավորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ հարաբերեն որը որ երկնքում է։ Իսկ Պետրոս առաքյալը առաջին Պետրոս 4:10 խոսքում մեզ ասում է հետևյալը. Ամեն մեկը ինչ տեսակ շնորհք
որ առավ, զանիկա իրարու մատակարարեցեք Աստծու զանազան շնորհած բարի տնտեսներուն պես։ Ինչ շնորհ ունես, որտեղ ես ծախսում քո շնորհները, որտեղ ես մատակարարում, ում ես մատակարարում։ Եթե քեզ տվել է պարտադիր չի, չգիտեմ, հյուրասիրության շնորհ, մխիթարության, քաջալերանքի, եկեղեցու երևացող ծառայությունները փառաբանությունն ու խոսքն են, բայց կան չերևացող ծառայություններ, եւ դու կարող ես մտածել, ով է, որ երկար ժամանակ չի գալիս եկեղեցի։ Ես ունեմ մխիթարության շնորհ, այցելեմ, հյուր գնամ։ Պատկերացրեք եկեղեցում 3-4 այսպիսի ծառայող լինի, ոչ ոք չի սարի եկեղեցում։ Որտեղ ես գործածում քո շնորհները, ես տեսնում եմ դուք շնորհառատ եկեղեցի եք, եւ ես տեսնում եմ Սուրբ Հոգու կրակը ձեր մեջ։ Ես տեսնում եմ, որ ներսում մի բան կա, որ վառվում է եւ ջերմացնում է։ Ես սիրում եմ, ես ինձ շատ լավ եմ զգում ձեր մեջ, ձեր հետ հաղորդակցության մեջ։ Ես հավատում եմ, որ մեր բնույթը կարող է, խառնվածքը կարող է ուրիշ լինել, բայց մենք բոլորս շնորհք ունենք Տիրոջ։ Ամեն։ Եվ պիտի իրար մատակարարենք այդ շնորհները։ Առաջին Կորինթացիս 12-րդ գլխում գրված է, որ մենք մեկ մարմին ենք, տարբեր անդամներ, եւ պետք չի մեկը մյուսին նման լինի։ Ամեն մեկի գործը տարբեր է։ Ձեռքը ուրիշ գործ է անում, բերանը ուրիշ, աչքը ուրիշ, ականջը ուրիշ։ Եվ պետք չի մենք իրար փորձենք նմանվել։ Դու յուրահատուկ ես, ոչ շնորհներով, բայց ուշադիր եղիր եւ քննիր քո սերը, քո սիրո անկեղծությունը, քո սիրո հարազատությունը։ Ում համար ես պահել քո շնորհները։ Ում համար ես օգտագործում։ Եկեք Տիրոջ համար օգտագործենք։ Աստված սիրում է քեզ։ Եվ ուզում եմ, որ մենք միայն շուրթերով իրեն չսիրենք, ուզում եմ, որ մենք մեր գործով սիրենք, մեր հոգով, ամբողջ սրտով նվիրվենք իր գործին։ Եվ մենք մեր գանձերը երկնքում դիզենք, երկնքում կուտակենք։ Եվ մենք միշտ պիտի մտածենք եւ խնդրենք, որպեսզի Սուրբ Հոգին թողի, որ մենք սարենք։ Թողի, որ մենք հայրեն գոլ գաղջ վիճակ չլինի մեր մեջ։ Գաղջ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր տաք են եղել մի ժամանակ։ Եթե դու տաք չլինես, դու գաղջ չես կարող լինես։ Տաք լինես, հետո սառնում ես, դառնում ես գաղջ։ Բայց Աստված ասում է գաղջ մի եղեք, տաք եղեք, ջերմեռանդ եղեք, Տիրոջը պաշտեք եւ ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով, ամբողջ զորությունով։ Վերջում ընթերցեմ առաջին Հովհաննու 3-րդ գլխից 18-ից 20 հատվածը եւ ավարտեմ իմ խոսքը։ Որդյակներ, խոսքով եւ լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։ Եվ սրանով կճանաչենք, դիարմտահայերեն Որդյակներս, ոչ թե խոսքով ու լեզվով սիրենք, հապա գործով ու ճշմարտությունով։ Եվ ասով կճանչնանք, թե ճշմարտությունն ենք ու մեր սրտերուն համարձակությունովը անոր առջև պիտի երևնան, քանզի եթե մեր սիրտերը մեզ կմեղադրեն, հապա Աստված մեր սիրտերեն ավելի մեծ է եւ ամեն բան գիտե։ Սիրենք Աստծուն ոչ միայն խոսքով ու լեզվով, ապա գործով եւ ճշմարտությամբ։ Եվ մեր ֆինանսները, մեր ժամանակը եւ մեր տաղանդները թող դառնան մեր գործը եւ մեր ճշմարտությունը։ Աստված օրհնի ձեզ։ Մեր եկեղեցում ոտքի են կանգնում ժամանակ։ Շնորհակալ եմ քո խոսքի համար, եւ այս խոսքը առաջին հերթին ես ինձ եմ
ուղղում եւ ես եմ ուզում քննել իմ անձը եւ դուր մեզ իմաստություն, որ ամեն մեկս քննենք ինքներս մեզ, որ մինչև վերջ հավատ կպահենք։ Ինչպես Պողոս Առաքյալն ասեց, բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Այնպես մենք ենք ուզում մեր հավատքը պահել եւ մեր սերը անկեղծ լինի մինչև մեր վերջին շունչը։ Եվ շնորհակալ ենք, որ սովորեցնում ես մեզ քչի մեջ հավատարիմ, որ այս արագ ընթացող կյանքի մեջ հուշում ես մեզ, որ դու ես ժամանակի Տերը եւ շնորհակալ ենք այն բոլոր շնորհների, տաղանդների, պարգևների համար, որ դու աշխել ես քո եկեղեցուն ամեն մեկիս։ Դու մեզ իմաստություն քո առաջնորդիր, որ ինչ որ կանենք քո անունի